Ժողովուրդ ջան, մենք այսօր առավոտը սկսում ենք թիմը սկսում ենք աշխատել նկարելով գրուպան ստացան իրանց բարձերը տախտակ ասեմ, ինչ ասեմ, որ պիտի նկարենք վրաները, էլի ես էլ եմ վերցրել խնդրում եմ էլի ապրես կյանքս այսինքն ինձի պայծրշկային անում այս հրաշք աղջիկերքը ու սենց ամբողջ թիմով տեղափոխվում ենք երեկվա տեղը անտառ գնում ենք նկարելու այսօր առաջի թերապիան էդ ենք սկսում դե ինչ գնացինք ժողովուրդ ջան դե ինչպես միշտ ձեր տիկին Անժելան էլ ձեր հետ է չմտածեք գնացինք դուխով դե ինչ գնացինք չեք պատկերացնի ինչ տեղա, ինչ հրաշք, այս սպիտակ մայկեկը տենում եք, չէ, լրիվ, այսօր ջրաներկով նկարելու են, պահեմ միատ ձկներին է բարի լույս ասեք, այսենց, տեսակ, գնացինք արևս, նայեք ես կրասոտքին, ամեն մեկը մի հատ հրաշք են, ժողովուրդ, գրուպան հավաքվել է, սովսեմ անծանոթ, ես չեմ ճանաչում, ամենայն ազնվությամբ եմ ասում։ Ոնց որ մի օր ենք ապրել իրար հետ, մի օրվա մեջ արդեն բոլորին հասցրել եմ ճանաչել։ Ամեն մեկը իր ձևով հրաշք մարդիկ են, չէ։ Դուք հրաշք եք, դրա համար բոլորին այդպես եք տեսնում։ Ոնց որ ձեր տիկին Անժելան էլ է հրաշք։ Այս չի որ ես հրաշք չեմ, կողքից Մայա պրինցեսա, ստեղ եմ ծանոթացել ժողովուրդ ջան։ Սրանց ինչ են ասում, այդ եղջյուրներ են ժողովուրդ ջան։ Սպասեք մոտիկ ասում տեսեք։ Ոնց հասկացա ստեղ ոչխարել կա այն կողմը։ Հաջան։ Նայեք։ Ոնց ես չսիրեմ այս գեղեցկուհուն իմ պադուշկեն, իմ տախտակը վերցրել դնում են, որ ես նկարեմ, պատկերացնում եք։ Այսինքն ժողովուրդ ջան, ամեն մեկը յուրահատուկ անձնավորություն, օժտված են ամենալավ հատկանիշներով։ Թիթեռները։ Սիրունա չէ։ Ձեր համար ժողովուրդ ջան, ամեն ինչ անում են ձեզ համար։ Դե գնացինք ինչ, այս մոստն էլ անցնենք, հետո արդեն պիտի զգուշ քայլեն, որ չընկնեմ էլի, դուք չգիտեմ, հլը չեք իմանում, ես այնքան հաճախակի եմ ընկնում, չեք պատկերացնում ժողովուրդ, ամեղ տեղը կարող է ընկնեմ, ոնց որ մեկը մեջքից ոտքի, հլը մի տարին չի լրացել, որ երկու թևս կոտրել եմ, ինստագրամում կա, կարակ մտնեք նայեք, այս գեղեցկությունը, այս սահման կարելի է դիտել, գիտեք, չէ, այս գեղեցկությանը, այս էլ մեր մանկավարժն է այսօրվա, մեր նկարչուհին, ինքը պիտի, այս ինչ ես բերում կա, ինչ, աննդ ոնց է արևս, ես գիտեմ, որ լսնի, իմ քույրիկիս անունն է, ինա բեմ ասում, անուտ ոնց է, որ դուք իմանաք, էլի, լուսինեն է, գնացինք, իշնեմ արևս, վայ մերն եմ ճանիտ, ապրես կանձս, նայք ես հրամաշկիկը, Ենում եք երեխեք, ինչպիսի գեղեցկություն, հլը մի հատ գրեք տեսնեմ, այս հրամաշկեկը չայի համար կարելի է չայ խմել սրանցով, ցելոֆան եմ վերցրել, որ հավաքեմ երեխեք ջան, նայեք այս գեղեցկությունը, այս սենց հրաշք, ճիշտ եմ ասում, մեր Հայաստանը ամեն մի անկյուն, ամեն մի ծառ թուփ հետաքրքիր է։ Դիգունա այստեղ էինք հավաքվել ժողովուրդ ջան,
խարույկի շուրջ, այսօր էլ ենք հավաքվելու։ Ուղղակի լույս չկա, որ լույս տնի, բոլորին տեսնենք, էլի։ Գնամ հասնեմ թիմին։ Ամենավերջում ես եմ գնում։ Տեսակ, Վերցնում մի րոպե, խնդրում եմ, մենք արդեն սկսում ենք։ Լրիվ պատրաստ։ նախ չենք ստելու նկարել։ Սա էլ իմ տեղս է։ Սա մեզ տալու են։ Դիմաց ունեք դրած մոլբերտներ։ Շատերից ծանոթ եմ կամ գուցե շատերդ առաջին անգամ եք արտ-թերապիայի շրջանակներում աշխատելու, ինչպես արդեն բառը հուշում է արտ-թերապիա, Ես առաջի անգամ եմ։ այստեղ մեկնաբանություններ հնչեցին, որ մենք նկարել չգիտենք։ Արտ-թերապիան չի պահանջում նկարչական ունակություններ, բնականաբար շատերս նկարել չգիտենք, բայց քանի որ արտ-թերապիան աշխատում է մեր անգիտակցականի հետ եւ մեր հույզերի հետ, դուք հիմա աշխատելու եք գույներով եւ դուրս եք բերելու ձեր բոլոր հույզերը։ 3 ամբողջ օրը աշխատել եք ձեր վիրավորանքների հետ։ Այսօր սա, ինչպես եւ 3 օրվա վերջին էր մի պահ դուք իդեմս ձեր ձեռքերի ունեցաք ձեր հայրին, այս պահին պատկերացրեք, որ ձեր դիմաց դրված մոլբերտները դեռևս իրենց թողելու եք հանգիստ վիճակում։ Ձեր հայելին են։ Պատկերացնում եք, օրինակ, ինչպես ինքներս մեզ կճանաչեիք, եթե մեզ կյանքում չլինեին հեռախոսները, որով մենք ինքներս մեզ տեսնում ենք, եւ չլինեին հայելիներ։ Ինչպես ինքներս մեզ կճանաչեիք։ Դժվար է։ Մենքներ սնայելով։ Ինչպես։ Այն առաջի անգամ որ տեսանք հայլուն կասենք սատանա կա քաղաքում, այդ ձև։ Եկել հայլին, մենք մեզ կճանաչեինք ուրիշների աչքերում, ուրիշների գնահատականների մեջ, բայց հենց ինչպիսին ենք մենք արտաքնապես, բնականաբար կգնահատեինք մեր զգացողություններով, բայց մենք այդպես էլ չէինք տեսնում։ Այսօր հայրին ունենալու է ձեզ համար, մոլբերտը ունենալու է այն արտացոլանք, մի պահ պարզապես նայելու եք հենց այս հայրում եւ հայրում մեջ տեսնելու եք ձեր այն կողմերը, որոնք ձեր կողմից մասնավորապես ընդունելի չեն։ Ձեր այն կողմը, հիմա ասում եմ կողմ, բայց այդ կողմի մեջ տեսեք ձեր կյանքի այն հատվածը, այն փուլը, որը հատկապես չեք ուզում դնել այս կտավի վրա, որովհետև այս կտավի վրա վերջում պետք է հայտնվի այն, ինչը հենց այս պահին այստեղ եւ հիմա դուք ինքներդ ցանկանալու եք ստեղծել, վերափոխել եւ ձեզ հետ միասին դեմս կտավների տանել ձեր դուք։ Դերևս սա հանգիստ թողնելով բոլորդ ունեք սպիտակ շապիկներ, իսկ մեր կյանքի բոլոր տրավմաները, կյանքի բոլոր մեծ ցավեցրած իրավիճակները կարծես սպիների վրա հրոշվում են եւ մեր մարմնի հիշողության միջոցով բոլորս լսել ենք հոգու մարմնային խնդիրները։ Արտացոլվում են այս կամ այն դրսևորումներով եւ որքան էլ որ ժամանակային առումով մենք առաջ ենք անցնում, միևնույն է սպիները շարունակում են մեզ հետ գրել։ Կյանքի բոլոր դժվարությունները, քերծվածքները, կորուստները, չհաղթահարած խնդիրները այս պահին դեռևս հույզերի միջոցով արտացոլելու ենք մեր շապիկներին եւ մեր մարմինների վրա։ Ընտրելու եք ահա այստեղից այն բոլոր գույները կամ գույնը, որը հատկապես ձեզ համար ասոցացվում է ցավի, կորուստի, դժվարության եւ չհաղթահարած խնդիրների հետ։ Եվ երբ վերցնեք գույները ձեր շապիկներին եւ ձեր մարմինների վրա, պարզապես ազատ սկսելու եք ստեղծագործել։ Արտահայտել այդ ամբողջ Ես վերցրեցի իմ գույները, ջուր, վրձին, հարցս, այնտեղ ժողովուրդը ստանում են իրանց ներկերն են վերցնում, հան, ես չեմ կարող այնտեղ նստեմ, գիտեք, ծիրտիկին Անժելան կհալվի հանգարց, կատակ եմ անում, շոտ երեխեք ջան, շլյապա չեմ վերցրել հետս, դրա համար ես տեղ եմ նստելու, մենակովս ու նկարեմ։ Վերջ գնացինք, սա բոլորը կնստենք, սկսեմ նկարել։ Կարամ է։
ձեզ նկարեմ։ Իհարկե, Ինչի սկսեցիք Մոլբերտից, ինչի շորի վրա չնկարեցիք։ չեմ ուզում շորի վրա նկարեմ։ Չեմ ուզում։ Չգիտեմ խի։ Всё, լավ։ Հա, ես սկզբից ստեղ կնկարեմ, ոչինչ։ Ո՞նց Հա, իմ աղջիկ։ շորի վրա ուղղակի տենց էր, էլի։ Ավելի լավ կլիներ, ոստեղ դեր։ Կլիք թևերից վրա նկարեմ։ Ոնց եք, հա, ուղղակի որ առաջի էմոցիան դեպից դուրս գա։ Ես նկարից էլ շատ հեռու եմ։ Նայեք, ստեղ ոչ Այս շորերով ենք նստելու։ Հա, ստեղ ոչ ոք ձեր նկարչական գիտելիքներից Ոնց նկարեմ շորից վրա, չեմ նկարում։ նայեք, այ երբ որ սենց եք նայում եք ձեր ներսը։ Հա։ Հասկանում եք, ամբողջ տրամաբանություն դրա մեջ է, որ ստեղը տեսա, ստեղից նկարեցի, այն ինչը որ ներսիցս տեսնում եմ, որովհետև այդ բոլոր էմոցիաները, ցավը, վիրավորանքը ինքը ստեղ է։ Այստեղը մի հատ արև նկարենք։ Դուք եք նկարելու ձեր մատերով նկարեք։ Հելա վրես։ Հա ոչ։ Սրանով էս որ լվանամ կանցնի, չէ։ Հա։ Սկզբից կլոր, հա։ Ոնց ուզում եք, մի ֆիքսվեք, ով է ասել, որ արևը պետք է կլոր լինի։ Այդ մեր ենթադրությունն է։ Հա։ Արևը տեսք չունի։ Չեմ տենում։ Վերջում կտեսնեք։ Նկարում եմ ժողովուրդ։ Շորից վրա եմ նկարում։ Համոզեցին։ Կարեց արևս։ Շարունակենք հա ստեղ երևի։ Լավ է։
Ես արդեն նկարեցի իմ բանկայի վրա, մեզ բաժանեցին բանկաներ, բոլորս նկարում ենք բանկաների վրա։ Նայեք։ Նկարում։ Գնանք տեսնենք մեր ընկերները ինչ են նկարում բանկաների վրա։ Արդեն նկարել եմ։ Մեծ հետը տանում ենք, բանկան տանում ենք, մնում այլ ունես ալերգիայի։ Հա? Իմ մոտ կա։ Էլցե։ Ինքը Տեսնեմ ձեր բանկան։ Մալադեց։ բանա, Ուկրաինայի էլի դեղա։ Տեսնեմ ձեր բանկան։ Լիանել եմ նկարում բոլորին։ Վերջացրեցինք, всё։ այսինքն էմոցիա, հա, Այո, կարևորը մարդուն բերել անակնկալ էմոցիաներ։ Չեմ ճուկում, ինչ Եվ ենք դա անում, որ շատ հաճախ ավելի մաքրում ուր են լցնում։ հնարավոր է, այո, ջղայնանում են, չէ՞ դրան։ Երեխեքյան, տեսեք մեր հարգելի հոկեբանը, երեք իմացանք, չէ՞, որ ինքը նաև հոկեբան է, գիլասը փրկում է, վերցնում է, չի թողում տանենք եկելու, կախում է ծառից։ Ահա, բայց մի բան, պետք է հիշել, որ այս պտուղը արդեն քաղած է եւ այլ պահպանման կանոն ունի, որտեղ մենք շատ հաճախ կարող ենք պահպանման համար դնել ծառի, բայց ինքը չի ածել, այլևս դա չի ածել։ Ես ուզում եմ քեզ նկարել։ Մեր այդ հարաբերությունների մեջ այդ Սոր ճամփալի գիլասի վարենյակ է։ Հլարի գիլաս մաքրելու, գիտես ինչի Տեղ համար չկա, ենք ինչի մաքրում։ համար արևս։ Մենք ոչ թե սովորական մուրաբա ենք պատրաստում, մենք սովորում ենք հարաբերությունները պահպանել։ Այսինքն, այս ամենի մեջ կա այն, որ մենք ունենք բնական հարուստ վիտամիններով միրգ, ինչպես կարող է մեր սերը լինել։ Բայց մենք իրեն մեկին մեկ պետք է շաքարավազով համեմենք, որ ինքը պահպանվի։ Այդպիսին է մեր ընտանեկան հարաբերություններ, մեր երեխա, ուրեմն ծնող հարաբերություններ, մի հատ աղջկաս կանչեմ պաչեմ, էլի։ Դա տենց հիմա պահպանենք։ Ահա, Էս իմ պահպանել։ շաքարավազներ իմ մրգին։ Պատկերացրեցի։ Արդեն գիտեք ոնց շոկ, ենք մայրու սերը աղջիկ է։ Ամեն օր պահպանում։ ձեր աղջիկն է, ես էլ ասում եմ շնորհալ եք։ Շման ենք, հա։ Իմ աղջիկը այս կոճուճ գեղեցկույն է։ Լավ էլ վրազ մաքրեցիք, էլ ես գայի ինչ անեի։ Միշտ ասում եմ արեգակաս։ Ապրես։ Արևը տղամարդու սիմվոլն է, Ահա, որ ինքը միշտ ուժեղ լինի, ահա։ ոնց որ լցված լինի, արևի շողերը։ Այ մարդ, Իրան անց հա դուր գալիս է դրան։ իսկան ղոչաղ աղջիկներ որտեղից կարան հավաքան այստեղ։ Անում միայն։ Նայեք ժողովուրդ ջան։ Բայլի, Ամեն մեկը մի տան ճրակ, ամեն մեկը մի տան սյուն։ Ղոչաղ, ջահել աղջիկներ կան։ Իսկական տուն տանելու բան են այս աղջիկերքը։ Երեխեք ջան, ես ձեզ շնորհավորում եմ։ Խնդրեմ, մեկը կողքս, մեկը ֆիգուրային նայեք։ Կներեք, էլի հոտը րոպեների ընթացքում։ նայեք ժողովուրդ ջան։ Իսկական տուն տանելու բան է։ Համովեր։ Ահա։ Այսինքն ճիշտ է ասած, որ ամեն ինչ իր ժամանակին։ Հիմա այդ համը կերա, բայց ձմեռներ եք ուզելու, ուտել։ Եվ եթե մենք հիմա այս հարաբերությունները չհամեմենք,
Ձմեռը կորելու է, ոչինչ, մեկ-մեկի ինձ խփ։ Կպավ։ Եթե մենք չհանենք, ձմեռ չենք ունենա։ Այդպիսին են նաև մեր երկարատև հարաբերությունները։ Ժամանակին չպահպանելու, չքաղցրացնելու դեպքում 5 տարի անց ունենալու ենք իրարից հեռացած հարաբերություններ, սառը հարաբերություններ։ Եթե նկատում եք, Երևանից նախաճաշին ամեն օր պարտադրաբար հիշեցնում եմ լավ բառերը։ Այսօր ասել եք լավ բառերը։ Բարյախորժակ։ Վարդի բույրով, խնդրեմ, այսօր ինչ լավ բառ եք լսել ձեր ընկերներից։ Չի լսել, հələ մի հատ բոլոր լավ բառեր։ Լավ բառերը։ Ես իրան ասել եմ դիպես Արփինե ջան, Իսրայելում դե ոման գիտեն, որ ես Իսրայելում եմ։ Քաչետ անունը Արփինեի է։ Հա, բոլորը Արփինեն ի՞նչ, Արփինե, ասեմ արե։ Անենք որ Արփինե ջան, դու արեգ ես։ Ապրես։ Մի հատ Լուսինե ջան առաջ կգաք, որ խնդրեմ։ Երեխեք ջան, Լուսինեին անպայման ուզում եմ հիշեցնեմ այն կողմից, որ ինքը եկել է հայերեն լսելու, հայերեն խոսելու, հասկացված հայ կարոտա եւ հասկանալի լինելու։ Լուսինեին այսօր ինչ լավ բան եք ասել։ Որ ինքը չքնաղա։ Գեղեցիկ է, դրանք ինչ է։ Ես կարող եմ ասել Լուսինեն իմ սենյակի համագործակիցն է։ Առաջին հայացքից որ մտել ենք ինքը ստիչեր է ժպտում, հələ նայ $1 միլիոն ժպիտ ստիչեր է ժպտում։ Այդպես բան է։ Հիմա երևում է որ դու վաու շունչդ բաց ելա։ Շողովուրդ ջան։ Հələ մի հատ նայեք էս հաճույքը նայեք ունի ստացել հաճույք։ Էս թշոցը, էս ամեն ինչը արդեն երկրորդ օրն է ես վայելում եմ։ Չեմ ուզում որ խում գամ։ Ստեղից հավատացեք։ Լրիվ կյանք հասա։ Իսկ հեսա տեսեք ինչ անում ցերտիկին Անժելան։ Այս ճոճորանին նստելը, էսի մի ուրիշ հաճույքը։ Էսով է բերել էս աթոռները, օրոյսիշ ծոները, ոյ մոմո ջան։ Օ, երևի չլինի 50 կիլո նախտ կա երեխեք։ Մի րոպե, ես գործը հանգստասիրում, ձեր ցավը տանեմ։ Ուրա ճոճորանը։ Դե ինչ, գնանք նստենք ճոճորվենք մի քիչ։ Դե, վայելի Անժելա ջան, ընդամենը մնաց քեզ մի սուտկա, վաղը արդեն տուն ենք գնալու, ժողովուրդ ջան, էլ վաղը ստեղ չենք լինելու, մեկ էլ ես եմ երբ կամ ստեղ, հիշել եմ մանկությունս, բայց մանկության ժամանակ սեզ ճոճորան չի եղել, ճիշտ եմ ասում, ազիվ ծառից մի հատ պապաս էր կապե, թե մամաս էր կապե, հիշում եմ, մեր տան թթի ծառից, մի հատ հաստը թել էինք թել, այդ թելը կապել էին, 7 երեխա էին, կռվում էինք իրար հետ թեով պտի նստի, ովումը պտի ճոճորի, հիմա իմ այս տարիքում իմ երազանքը իրականացել է, ինչ, հիմա ես գնացել եմ մանկություն, հիշում եմ իմ մանկության օրերը, հիշում եմ իմ մանկության տարիները, հիշում եմ իմ դպրոցը, հիշում եմ այն երեկոները, որ ամառվա այս շոգ օրերին դուրս չէինք գալիս, բայց իրիկունը դուրս էինք գալիս փողոցում, կլաս էինք խաղում, երեխեք նայեք, բանով, դամաշնիկներով եմ եկել այսօր, շատ շոկ է, ահա որ, կլաս էինք խաղում, պահկվոցի էինք խաղում, լուր չարխ էինք խաղում, ով է խաղացել, ասեք, հեծնոցի էշ էինք խաղում, ամբողջ փողոցի երեխաներով, ջահելներով հավաքվում էինք ու խաղում էինք, երանի այդ տարիները, այդ անհոգ մանկությունը, մեծացանք, տարիները թռան, պատկերացնում եք, դառել եմ 69 տարեկան, նոր եմ եկել Իջևան, ես Իջևան չէի եղել երբեք,
բայց այնքան լավ էմոցիաներով եմ գնում այստեղից, այնքան լավ հիշողություններով, որ չեք պատկերացնում։ Էսի ուրիշ ապրում էր, սա մի ուրիշ աշխարհ է։ Այս տարիքում գաս 3 օր վայելես, դա շատ մեծ բան է իմ համար, ժողովուրդ ջան։ Ու որոշել եմ աշխատեմ շատ տեղեր գնամ։ Գիտեք ինչ, 69, շուտով կլինեմ 70 ճիշտն ասած։ Դա քիչ տարիք չի, ահագին մեծ տարիք է արդեն։ Այդքան կյանք ապրես ու չօգտվես Հայաստանի տեսարժան վայրերից, չիմանաս քո Հայաստանում ինչքան գողտրիկ տեղեր կան, անտառներ, սար ու ձորեր։ Զարմանում եմ, ոնց չենք օգտվել։ Երևի որ ես բացակայել եմ իմ այն լավ վախտերը, թողե գնացել եմ Ռուսաստան, դրանից է։ Բայց երեխեք, ժողովուրդ ջան, երբեք ուշ չի, ասեմ իմանաք, հիմա էլ կարող եք անել, վայելեք, այդ կյանքը շարունակեք, ոչ մի տարիքում էլ ուշ չի։ Մի բան էլ ասեմ, ուզում եմ ասեմ, ջահելներից շատ բան ունեմ սովորելու, հիմիկվա ջահելներից էլ շատ բան ունենք սովորելու, բայց ջահելներն էլ մեզանից են սովորում, չէ՞ որ նրանք էլ նայում են ինձ, ասում են, բայց այս տարիքի կին, այսքան էներգիա, այսքան էմոցիաներ, որտեղից այս կնոջը։ Իրանք հիացած են ինձանով, հավատացեք, ժողովուրդ ջան։ Ես էլ իրանցով։ Երեք Մեհրաբյանը ասում է, Մայրամ Մեհրաբյանը ասում է, երեք առավոտ, որ իջանք ասում է, գիտեք ինչ տիկին Անժելա, ուզում եմ ձեր էներգիան ունենամ, ուզում եմ 69 տարեկանում նմանվեմ ձեզ։ Ես ինձ այնքան լավ եմ զգում, որ մարդիկ ուզում են ինձ նմանվեն այս տարիքում։ Իմ տարիքի կանայք երևի հիմա նստած տունը, չգիտեմ ինչ են անում, շոկից փախել են, արևից փախել են, պաղկվել են տունը, վենտիլյատորի դեմը նստած, իսկ ձեր տիկին Անժելան նայեք, հիանում եմ այս շրջապատով, այս ծառու ճղով, գնացել ենք, նկարել ենք, դե հետա տեսել եք իմ կարծիքով։ Մեր էմոցիաները տվել ենք այդ կտավին, տվել ենք այդ ներկերին ու լավ հաճույք ենք ստացել, ռամաշկա եմ հավաքել չայի համար։ Ինչ ասեմ, հիմա էլ վայելում եմ այս խշշոցը, դեռ չեմ հանգստացել։ Ես ընդամենը գիշերը քնել եմ 4 ժամ, ժողովուրդ ջան։ Մինչև ժամը 2-ը, մինչև այս վիդեոները հավաքել եմ, տեղադրել եմ, նոր քնել եմ, որ այսօր երկրորդ օրը տեղադրեմ։ Ֆոլովերեք անպայման, մի նայեք ու անցեք, մարդիկ կան ասում են, տիկին Անժելա, YouTube-ով մենք տեսանք քո լովակը շատ լավն էր, շատ հետաքրքիր էր, բայց ֆոլով չենք եղել, ասում բախտ ֆոլով չեք եղել, չգիտենք ոնց, ժողովուրդ ջան, TikTok-ի գլխավոր էջի տակը գրած է YouTube, մտեք, խփեք, ֆոլովերեք, Instagram-ում կա ֆոլովերեք, ինչ ասեմ, ֆոլովերեք ու տեսեք ձեր տիկին Անժելան ինչ անում, դալշե ուր եմ գնալու, ինչ եմ անելու, բերել էի իմ հացը, սև հացը, ժողովուրդը կերան, շատ հավանեցին, շատ, մարդիկ կան, ասեցին սենց համով հաց, մենք հլը չէինք կերել, ես ինչ համով է, ես ինչով ես պատրաստել, ասում սովորական ջուր, ալուր, ամբողջական հատիկ ալուր ու բան, ջուր, հետո սեր եմ դրե մեջը, հոգի եմ դրե մեջը, տենց էլի, ժողովուրդ ջան, այսենց լավ օր ենք անցկացնում, երեկվա վիդեոների մեջը տեսակ, ջրի վրա ինչքան հետաքրքիր պրոցեդուրա անցկացրեցինք, շատ օգուտ է էդի իմ համար, ես էտել էի առաջի անգամ փորձել ու տենց շարունակ։ Մի քիչ այս երաժշտություն, ժիվոյ մուզիկա, կենթանի երաժշտության տակ նստած եմ ու վայելում եմ։ Անվերջ կարող ես լսես կենթանի երաժշտությունը, ճիշտ է։ Շներից եթե չվախենամ, այսինց կքնեմ։ Բայց չեմ քնի, կգնամ տունը կքնեմ, ստեղ պետք է նայեմ,
Շատ էմոցիաներ ունեմ։ Հաղորդեմ չերին իմ էմոցիաները։ Ելնեմ գնանք, որ վարենին եփենք։ Չէ որ վարենի ենք եփում, երեխեք ջան։ Հիլազի վարենին։ Սարերը ջանի ետ գնացեք, տուն գայմ յարը, ելնեմ սարը, բարերը չգիտեմ, թե չեք երկեի։ Սարերը ջան ետ գնացեք, տուն գայմ յարը, ելնեմ սարը գնամ, այնին այնայն, Սարերը ջան ետ գնացեք, տուն գայմ յարը, աման աման մարգերս մնաց, յարս որ ճամփով գնաց, աման աման մարգերս մնաց, յարս որ ճամփով գնաց, մարգերի ոլորը, թելով է նխշուկ յար, թելով է նխշուկ յար, իմ դայրի բոլորը, թելով է նխշուկ յար, թելով է նխշուկ յար, քո դայրի բոլորը, ելնեմ սարը մնամ, Սարերը ջան ետ գնացեք, տեսնեմ իմ յարին, Արեգակին պետք է հերվից նայել, գայրի եթե շատ մոտ, Գտած սերը ավելացրեք։ վայ մի կթալ չէ, մի շերեփ կավելացնեմ, Խնդրեմ։ ահա, այս սենց, ես էլ իմ սերը ձեր ժողովուրդ ջան, սիրեք, սիրվեք, շատ ջերմ խոսքեր ասեք իրար, միշտ համբյուրեք իրար, լավ բառեր ասեք, աշխարհ մեռնել կա, ոչ մի բան չեք տանելու հետներ, երկու հատ տախտակ, լավ իմացեք։ Իրոն ասելու գնաց, Մարիան ձեր մի գտած սեր տեխնիկայի հերթն է, եկեք։ Ես ուզում եմ, որ հաղթած մեջից չանցումը կոստա։ Ամեն։ Մենակ դա եմ ուզում, որ բոլորը լինեն բարի շփման ու իրար լավը կամենան, չնախանձեն, չխանդեն, տակը ոտերի չթորեն։ Ապրես, ճիշտ է ասում, մալադյեց։ Ես չէ, ես վերստացի չէ, ես ուզում ուրիշները տակսի չէ։ Այո, ասա։ Ես իրականություն Այս ճուտիկը ինձ երեկվանից հիացնում է իր խորքայնությամբ, ինքը կոնկրետ բան չընտրեց ու թողեց, որ ամեն մեկը պրոյեկտեք ձեր ցանկությունը, ապրես շատ, ապրես, այո, Լիա ջան, արի,
Վերջապես հասավ Լիային հերթը։ Այո։ Չէ, ինչի մենք քո սիրո կարիքը այստեղ կդնենք, ասա։ Ես ուզում եմ, որ այն սերը, որը որ տալիս եմ ձեզ, տալիս եմ Մարիամը, տալիս է Տաթևը եւ Հուսինեն ձեզ, գեներացնեք, բազմապատկեք, դարձնեք միլիոնների հասնող սիրո քանակ եւ բաժանեք այն մարդկանց, ովքեր շրջապատում են ձեզ, ովքեր ներկա են ձեր կյանքում եւ ովքեր պատրաստում են մուտք գործել ձեր գունավոր, արդեն ներդաշնակ եւ բուժված սիրուն կյանք։ Ապրես, ամեն։ Գեցեք։ Տեղացեցինք ու թողեցինք։ Գեցեք։ Աճան։ Հա։ Չեմ անելու առանց ձեզ վաղեցում Դու մի հատ ասա մենք ինչ ենք անելու առանց քեզ, սիրունս։ 27-ին գալու եմ, բայց դու չեք լինելու։ Ահա որ է, որ կապում ես, ահա որ է։ Շատ կարոտելու։ Նորերը կգան, մեր նման լավերը կգան, այլա։ Չի փոխարինում, չէ։ Ուտեն քեզ, քո նման էլ չկա։ Չկա քիզի նման, քիզ նման, քիզ նման, դունի սանձ նման։ Նման, չկա քիզի նման, քիզ նման, քիզ նման, դու ինձան նման։ Всё, տարան Վարենին եփելու։ Վաղ իրիկունը կուտենք Վարենին։ Սիրունս։ Հայաստանում վստահ փորձեք մասնակցել նման պրակտիկայի, մուրաբան, կարակ հարելը եւ մի քանի շատ լոկալ հայկական բաներ մենակ այստեղ են լինելու։ Հրաշքս։ Ապրես Մայրամ ջան։ Իսկ մենք իրար։ Դե ինչ ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, գրուպան գնում է սերմ ցանելու, ծաղիկներ ցանելու։ Գնացինք։ Եկեք։ Գնացինք։ Ծաղիկներ ենք ցանելու, ամեն մեկս ջրերը վերցրել ենք, տանում ենք ջրենք։ Այստեղ կամակ էլ կա։ Չեմ իմացրել։ Հələ պարկի գնամ, հարմար, հա։ Պարկի։ Ահա, вот так։ Լավ, այսօր իրիկուն էս բացը կլրացնենք արևս։ Երկուսը։ Դու սերես, միշտ այդպես պոզիտիվ մնա։ Ուտեմ քեզ, ապրես իմ աղջիկ, շնորհակալ եմ։ Դուք էլ եք սեր, բոլորն էլ սեր են։ Հələ այնտեղ։ Չէ, դա իրանց վանդակն է։ Հա։ Լապատկիկը վերցրին։ Բախերով։ Ծառ ենք տնկում։ Հենա, նայ իրանց տեղն է էդի։ Ինչ ունեցողներ։ Շն, ես վախենում եմ ձեր շնից։ Հա։ Գեղեցկությունը։ Այսօր նախավերջի օրն է։ Վաղ արդեն գնալու ենք ժողովուրդ։ Նայեք։ Մեր կյանք տեսած շներ են ասում։ Գնացինք։ Հավաքվել ենք բոլորս։ Ցանելու ենք սերմեր։ Ինչ ցանելու ենք, այն կհանձենք թեման։ Սերեմ ցանում, սերեմ, Ոյ, ես սերեմ ցանելու 100%։ Հա, ուզում եմ սեր հնձեմ։ Այո։ Երևի
չկա տենց մեկը, որ չուզենա սերցանի եւ սերնդի։ Կյանքի իմաստը դա սերն է, իհարկե։ Առանց սիրո հնարավոր չի։ Համեցեք, Դու ինչ ես ցանելու։ Համեցեք, ինտեգրվեք։ Ինչ ես ցանելու։ Արևի տակ ձեր տեղը։ Սեր։ Այնպես ընտրեք, որ երեխեք ուշադիր։ Արևի տակ ամեն մարդ կարա ունենա իր քառակուսի մետրը եւ դա իր ձեռքերի չափով է։ Հիմա եթե դուք շատ իրար մոտ եղաք, խանգարելու եք, լինելու է անձնային տարածքի խախտում։ Ընտրեք արևի տակ ձեր տեղը ձեր ձեռքի չափով։ Հեսա, ես կանգնած եմ Այսպես ինտեղ։ սենց կարա լինի եւ սենց կարա լինի։ Դրանից ավել տեղ ագահություն է կոչվում։ Դուք լոկալ զբաղեցրեք ձեր տեղը։ Խնդրեմ։ Всё, մենք զբաղեցրել ենք։ Զբաղեցրել եք, բայց դուք կպածեք։ Եթե դուք ձեր ձեռքերը բացեք, կպնելու եք, Ահա։ բացվեք։ Բացվեցինք։ Հիմա շատ ուշադիր 360 աշճան պտտվեք, որ մարդու Ժողովուրդը չկպնեք։ ամեն մեկը իր Ահա, հիմա զգում եք ձեր քառակուսի մետրը արևի տակ։ Այո։ Հրաշալի է։ Անպայման էլի հեռացեք իրարից, որ ձեր նոր կյանքի համար տարածքում որևէ մեկի շնչառությունը անգամ ձեզ չխանգարի։ Շատ կարևոր է, որ հիմա հայացքը որ բարձրացնեք, իրար չտեսնեք, չխանգարեք։ Կարակ լինեք դեմ դիմաց, բայց իրար չտեսնեք։ Չգիտեմ, դու ես որոշում։ Նորմալ է քո տեղը, ուրեմն նորմալ է։ Իմ տեղը նորմալ է։ Լեմբոլ։ Երեխեք ջան, չեմ շատ ուղիղ մի հասկացեք։ Դու քեզ տես։ Եթե ասում եք շատ կարևոր է որ հայացքը բարձրացնեք ու դիմացին չտեսնեք։ Հասկանալ դրան տակ որ հասկանամ մի սահմանը ես վերցրել եմ։ Չես քնել ցերեկը։ Շատ լավ քնել։ Բայց ես հարցը տենց հասկանում։ Բա ո՞նց հասկանամ։ Ես խալ եմ հասկանում, ասեք ո՞նց հասկանամ։ Չէ, շատ ճիշտ ես հասկանում։ Գնա այնպիսի տեղ, որ քեզ որևէ մեկը փոխի անծայրածիր է տարածքը։ Եվ ամենակարևորը 3 խարույկի ժամանակ այս սենց վերցրեք, թորեք, ձեռքով թորեք, ձեռքով, թորեք, ահա, մոտենում ենք ձեզ, ընտրեք ձեր հատակ, ձեզ մեկ պատակ, հենց դա է ձեզ սիրելի, հրաշալի, դե վերցրեք հատակ, դու հետ Շատ խորը փորեն։ ինձ օգնական է, որ տատե ջան արի, հատիկը կհայտնի, Շատ խորեն փորեն։ Всё, ես պատրաստ եմ։ Աջան։ Հեն նազս ջան, գնա վերցրա։ Հա։ երեխեքյան հատիկը ընտրելուց հետո կվերցնեք, կդնեք հողի մեջ ու հետո կջրեք, որ Հա, ես պատրաստ եմ։ Մի հատ արեք, մի հատ։ Ես արեցի, տուրան եմ մի հատ էլ։ Թող նկարի։ Ես անեմ։ Լուս։ Շատ խորա պետք է սեծ։ այո, տաց օգնի, պատահական թե նայելով, սա դերնի, Լուսինե, ստեղ մենք պատրաստ ենք, կարաս գաս։ ոնց կուզեք երեխեք, այնքան որ սենց թաթը մտնի հողի մեջ, ոտնաթաթը մտնի հողի մեջ,
Нет, конечно. Այո։ Հա, 40 հատ է զապաս նվեր։ Լիլիա ջան, տեղը գնա։ Մնա քո տեղում, դու էլ ապրես։ Վերջապես։ Երեխեք ձեր նոր հատիկի հետ շփվեք։ Հա, չջրենք թե։ Ջրեք, բայց ամեն մեկը իր այդ ոչ թե բոլորը։ Մեզ։ Լավ, սենց պտտվենք Հա, կամ երեխեք սենց գնացի։ Վարվեցինք։ Մի երեխեք ես կարող եմ բան լինի բաց թողեմ, ինձ հիշացրեք, ինձ ասեք։ Էկա տիկին աժլա, որ գույն եք ուզում։ Կարմիրը, конечно։ Вот. Վերցրեք։ Էսենց, հա, լպտի փացեմ։ Մի րոպե կներես։ Так, սեր եմ ցանելու։ Սեր եմ ցանում, սեր եմ հնձում։ Երեխեք աշխատեք, փորեք։ Սեր եմ ցանում, սեր եմ հնձում, ժողովուրդ։ Ուզում եմ, որ բոլորդ էլ սեր ցանեք ու սեր հնձեք։ Մեկը 1000 լինի։ Շատ կարևոր։ Հա, ունենք ուրեմն փոքրիկ սնահավատություններ կամ կարծրատիպեր, բայց լուր ասենք չէ, գոռում ենք, ասում ենք, վերցնում ենք ու բոլորով ծառայում ենք ձեր երազանքին, այսինքն այս խումբը երրորդ օր, այսինքն վաղը էլ ավելի բոլորի կատարման մեջ ֆիգուրա լինելու։ Կներեք, բայ երեխաները խուճան, սխալ բան ասե, երեխեք դուք այստեղ ձեր համար։ Տղան ձերը չի և պորտալարը կտրեցին։ Չեք կտրում։ Չեք կտրում։ Երեխեք կտրեք ասեք։ Կտրեք, մետաֆորայ, չեք հոգեբանը, հոգեբանը չեք վերցրեք ու կտրեք, բրնվեք, մենք բոլորս հեսա կկտրենք։ Եթե դուք ուզում եք մեր տղան երջանիկ լինի, փոխություն սկսեք ձեզանից, ով եղեք առողջ ու երջանիկ։ Ուզեք ձեր համար հենց հիմա։ Ով։ Ես ինքս հավատներից եք միանց։ Երեխեք սենց արեք։ Առողջ լինեք, հաջողակ լինեք։ Մի հատ ես միկրոֆոն անջատեք։ Ձեզ չասախոմարի, ոսր ասկային ժողում էլ եք։ Երջանկություն է ինձ հայտանում։ Ինչպես։ Ավելի խնդրված, Ահա, ահա։ Եվ ամենակարևորը երեխաները ապրեն առանձին, ազատ, առանց ինձ։ Առանց ինձ։ Առանց ինձ։ ասեք, Ասեք, մի հատ են ոնց պտի անեիք։ առանց երեխաների սակայն ամբողջ երկրանի ընտանիքային Ահա, միշտ, մի րոպե, շատ կարևոր է, մենք ունենանք խաղաղ երեկոներ, ընտրենք միասին, հանգստանանք միասին, բայց ապրենք ամեն մեկս մեր ճանապարհը, ապրենք ամեն մեկս մեր ճանապարհը։ Այո, խնդրում եմ, մամաներ հատկապես, երեխան ծնվել է, վերջ, ծնվել է,
Всё, ինքը ապրելու է իր ճանապարհը, դուք իրանն եք, ինքը ձերն է, իրար կողք եք, բայց սենց չեք կարող, նայեք, հիմա ձեր տղան ուզում է քայլի, բայց դուք իրար հետ եք, նայեք սենց քայլել կլնի, սենց պտի գնան, դա, всё, հանեցի, արևուսի չէի ծանել, Կարիք ունեք, որ ամբողջ խումբը ձեր հատիկը աճացնի, ամբողջ խումբը ծառայի այդ հատիկին, դուք լսեցիք ինքը ինչ եք ցանել, որտեղ բարձր չասեց այնպես, ինչպես պետք է, ասա, ինչ ես ցանել, Կասիք, ուշ հավաքի, լսեցիք, նպատակասլատ, գեղեցիկ ուժեղ, ոնց պտի ծափարեք, որ աջեք դուք, անձնական երջանկություն, Ես անկանում եմ ինձ մեծ տուն շոք է բաղնիքով։ շատ լավ, Կրկին անգամ համոզվեցի, որ ես միանշանակ պետք է ինձ կատարեմ իրական ճիշտ եկավ 3 սեր, այդ 3 սերնա բացառանում առանց վախենալու, որ չի լինի, բարձրաձայնի, որ բոլորս մեր հատիկները ծառայեցնենք, Ցանում եմ սեր, ցանում եմ առողջություն, ցանում եմ հնարավորություն, որը նկատառում հավաքի, դոլարի, հավաքի, Հավաքել ես արդեն, ահա, այդ որ հավաքում ես, ասում է միանգամից հասկանայիք, որ միտեղ որտեղ ցանել եմ, այն կողքից եմ հավաքելու, երեխեք են առակը, որ մարդը խեղտվում է, նավը անցնում է, ասմա տուր ձերքդ, ասմա չի ասպաս պետք է տա, բայց նավը արդեն այդ հնարավորությունն է, քեզ Անիջան շատ շնորհակալ Այսօր այդ սերն էր, խնդրեմ։ Սեր երջանկություն։ Այդ եք ցանել։ Ահա, շատ լավ։ Մարն է միջև հոգու խորքը ծնծվեք։ Կգա, այս ու ամեն ինչ կրի ոնց ինքը ուզեք։ Ձեր բոլորի թույլությամբ ես ուզում տիկին Մարինեի զգացմունքները գրկեմ։ Հաջան, Մարինե քուրի։ Տիկին չեմ ես։ Մարինե քուրի զգացմունքները գրկեմ։ Սիրեմ ու ամենակարևորը մեր բոլորի, սենց հիմա բոլորը ուղղակի իրան սեր ենք ուղարկում, այս սենց, այս սերը բոլորը ձերն է։ Էվոր բաներ այո, բաժանում եք փոխադարձ, այո, այո, խնդրեմ, հիմա ձերը, վայելեցինք իմանի, հիմա դու, հաջան, գալիս է, չես լիսում, ոտու ձեները, ջրի մեջը վագալի,
Ես
Վերջի օրնա, վերջի խարույկը։ Վաղը գնալու ենք տուն արդեն։ Բոլորը նստած սպասում ենք։ Մի քիչ հեռու ասեք, դե դուք խնդրելու եք, ես երեք այդ փորձությունը ունեցել եմ։